Իսկ դատական համակարգ գոյություն չունի Ադրբեջանում։ Մեր մասով կոնկրետ ես մեր մասով եմ ասում, որին ականատես եմ եղել ու որը իմ վրա է ազդել։ Չկա։ Ես այնտեղ դատվել եմ որպես հայ, թշնամի, որի իրավունքները ընդհանրապես չի պաշտպանվել, ընդհանրապես։ 1000 անգամ խնդրել եմ փաստաբան, որին ծանոթացնեն իմ դատական գործողությունների այդ մեղադրանքի հետ, ոչ մեկ ինձ չի լսել, ոչ մեկ ինձ փաստաբան չի բերել։ Փաստաբանը միայն տեսել եմ սիմվոլիկ բնույթ կրող դատարանում մինչև դատի ավարտ ու վերջացել է։ Երբևիցե։ Միշտ պահանջել եմ, միշտ ասել եմ, որ դուք չեք կարող անօրինաբար ինձ պահեք այստեղ։ Չեք կարող։ Ես պայքարող մարդ եմ, ես չեմ համակերպվելու ու չեմ հանդուրժելու նման վերաբերմունք։ Միշտ ասել եմ։ Առաջի վայրկյանից մինչև վերջի օրը ես պայքարել եմ արդարության համար։ Ես ասել եմ, ես արդարություն եմ ուզում, ես ոչ մի չեմ ուզում։ Ինձ արդարացի դատեք։ Եթե ես մեղավոր եմ, եթե իմ խոսքերից համար հասնում է դատեք, եթե ոչ, ինձ բաց թողեք։ Թողեք։ Ինձ մի դարձրեք առուծախի առարկա, որովհետև ես ոչինչ չունեմ արած, հանցագործ չեմ ես, ու ինձ պետք է ազատ թողնեք։